Վայ, առավոտվանից թափառում եմ սովից մեռա։ Տղեկը ասեցին, որ բրանդի եւ օրանժի մեջտեղը Վիլսոնի վրա լավ շարմանոց կա, ռապիդա։ Տեսնենք լավն է, թե չի ասում են։ Մի ինչ իմանանք, լավն է, թե լավը չի, տեսնենք հələ։ Այնքան համովար ժողովուրդ են, այնքան համովար թուղթը հետը կերա, սենց շարբար չեմ կերել, ունեն հատուկ դրեսինգ կաստը, շարբար շատ կա, բայց դրեսինգ մարդ չունի, այնքան լավն է ժողովուրդ, ինքես մտել բերանս, թող հաց ուտեմ, յա, հանջատեք էտ կամերա միակ հլը։ Սիրելիներս այսօր կխոսենք հետարքիր բաների մասին, այո, ես հանամակներ եմ ստանում դոգի կուսակցությունից, թե հետևորդներից, ինձ հարցնում են, որ ես կարծիք հայտնեմ եւ այլն, խոսք եմ տալի եթերի վերջում, մեջտեղները մոտարապես խոսեմ նաեւ դրա մասին եւ ընդհանրապես այսօրվա եթերը Վարդան Ղուկասյանների մասին է։ Բարև ձեզ սիրելիներս։ Մի պատմություն եմ ուզում պատմեմ, մինչև բուն եթերը սկսելը, մոտ մի 10-12 տարի առաջ հիշում եմ Լոս Անջելեսում էի էլի երկար ժամանակով մի կին կար ստեղ, ռուս էր ազգությամբ, մի օր ասեց արի ինձ օգնի, ես պետք է իրերս հավաքեմ, գարաժում իրեր ուներ ինչ-որ պետք է ուղարկեմ Ռուսաստան, ասի ինչի տեղափոխվեմ Ռուսաստան։ Զարմացա, որովհետև գրին քարտ ուներ արդեն կարծես թե չեմ քաղաքացի եթե չէ, բայց թղթերի հետ խնդիր չուներ, բայց չէ, տեղափոխում եմ, բան ես չեմ կարող ստեղ ապրեմ, ասի ինչ ա եղել, չէ, որ նեղացրել կամ չէ, ասում ես ուզում հասկանում, ես ուզում եմ խմեմ, նստեմ ղեկին, պոլիսին կանգնացնի, ես հանեմ սենց $100 ճպստեմ երեսին, այն ժամանակ $100 էլ փող էր, եւ ասեմ ինձ թող ես գնամ։ Մի խոսքով ասում եմ ես չեմ կարող, ես խեղդվում եմ ստեղ, որովհետև սա ինչ-որ օրենքներ ունի, ես եւ չեմ կարող այդ օրենքները անցնեմ, այնպես չի որ կոռուպցիա չկա Ամերիկայում, բայց այդ մանր բանի վրա, այս ցածր մակարդակի վրա բնականաբար չկա, ոստիկանություն չես գա փող տաս, բան չես բաներ չկա, ինստիտուտ չես գա փողով ընդունվես, մի խոսքով։ Հա, եւ ինքը շատ էր դեղվում, ասում եմ ես չեմ կարող, ես խեղդվում եմ, չեմ կարող ապրեմ այստեղ։ Ես իրան հասկացա իհարկե, նո մի խոսքով օգնեցինք, բան գնաց, հիմա արդեն կապ չունեմ, հետո չգիտեմ ինչ եղավ հետո։ Ինչևէ։ Սիրելիներս, ես ուզում եմ խոսեմ Գյումրիի Գյումրվա ընտրությունների մասին, որի ավարտը, այսպես ասած, բավական անակնկալ էր։ Թեկուզ ինձ համար, որովհետև հեռու եմ, մի քիչ է սենդելն է, երևի կհասկանայի ինչ է կատարվում, որ անցան, որ ընտրությունները հաղթեցին, կարելի ասել, նորերը եւ հները, Էլիսևը ու Սպիտակը։ Նու նորերը դա ԿՊ-ն է, որը որ ասենք արդեն վաղուց նոր չի, նու հինն էլ են հին իշխանությունն է եւ չեմ սխալվում Վարդանիկը կոմունիստ է, այո, շատ հետաքրքիր է, ասենք հավատացյալ կոմունիստ է, նու հնարավոր է, ինչու՞ չէ, հիշում եք, չէ, ասում սրբերը, լրբերը սախ մի խոսքով խառնվել են իրար եւ այլն, դա մեր դարաշրջանին շատ այսպես հոգեհարազատ մի սիտուացիա, որովհետև երկակի ստանդարտները ամբողջ աշխարհում են, ուր մնաց Լեննականի նման, ասենք, մի փոքր մի քաղաքի համար, բնականաբար կան այդ երկակի ստանդարտները, ինչևէ։ Հետաքրքիրը եւ ցավալին նա է, որ գյումրեցիները ունեին այլընտրանք, եթե առաջ այդ այլընտրանքը չկար եւ մենք ամբողջ ժողովուրդը ընտրում էր Նիկոլ Փաշինյանին, որովհետև կային հները եւ նորերը վերջ։ Եվ իրանք եւ անգամ պատերազմից հետո, երբ որ ասենք խայտարակ այդ պատերազմից հետո, երբ որ նոր իշխանությունը այն ժամանակ դեռ նոր տապալել էր ամբողջ պատերազմական process-ը, հիմա չասենք թե դա հին իշխանության պատճառով էր, որով սաբոտաժ կար եւ այլ հնարավոր է, բայց սպասում եմ փաս չէ, իշխանությունն է կրվել, ժողովուրդը չի կրվել, հա։
բայց գնացին ընտրեցին, որ վախեցան, որ հանկարծ Քոչարյանը գա, հիմա արդեն կարծես թե կամաց ժողովուրդը մտածում է, դե в принципе, եթե դեմոկրատիան էսա, որ կարելի է ասել, բայց չանել, որ կարելի է ամեն օր մի բան ասել, որ կարելի է Ալիևի ասածով սահմանադրություն փոխել, բան մոռանալ, ասենք, սկսել հաշվել անուն ազգանունով մեր Եղեռնի զոհերին, որ կարելի է դեռ ադրբեջանցիներին սա մեր տարածքից չհանած անել դելիմիտացիա, դեմարկացիա, որ կարելի է բարեկամ ընկերներին բաժանել, ասենք, բաները, ոնց է դա կոչվում, տենդերներ եւ այլն, հա, այդ ամեն ինչ, եթե կարելի է հների հետ շատ լավ համագործակցել որոշ հարցերում, հա, ասֆալտի փռելու, չգիտեմ, Toyota-ը, էսա է, նա ասենք գնում գալիս է բան, ասենք այդ նույն մի խոսքով, մեկ չասեմ, եթե կարելի է Ղարաբաղցիների երեսին, ասենք, մարդկանց ովքեր որ նու կոնկրետ ասենք կորցրել իրենց տուն, տեղ, ամեն ինչը շուրգալու ասել, որ հա, մենք Ղարաբաղի հարցը փակում ենք ու վերջ, ինչ ուզում եք արեք, իսկ ինչի համար է մեզ այդ դեմոկրատիա ասածը մեծ հաշվով, եթե մենք այդքան թույլ ենք, եթե մենք այդքան բան չենք կարում անենք, հեն էլ անեցած, թող այս գողերը գան, գոնե այս գողերը շատ պես ավելի անկեղծ են, հա, ասենք, երբեք Վարդանիկը, որ ասենք քաղաքի կենտրոնում 3 հարգանի տուն սարքում, խախտելով բոլոր քաղաքաշինական նորմերը, ոչ մեկից չի թաքցնում, որ դա իր տունն է, սաղը գիտեին, ասենք, հա, իսկ ինչի համար, ասենք, մտածել, որ չէ, արի, ասենք, ընտրենք սրանց։ Բայց հետաքրքիրը նա, որ հիմա այդ ալտերնատիվ ասածը կար Եվրադաշինք, հա, որը որ դա ինչ որ մի ալտերնատիվ մի բան էր, ինչ ասեմ, ոչ ոք չի կարող, չգիտեմ, բանին Լևոնին Բարսեղյան մեղադել, որ նա թալանչի է, կամ կոռուպցիոներ է, կամ բեսպրիզել կրիմինալ է, կամ ես ինչ, եւ ավելի լավ է ընտրել Եվս ես տնես նրանց չեն ընտրում։ Գիտեք, այ ոնց որ ընկինը, որ ասում է, ես չեմ կարողանում, ապրեմ օրենքի մեջ, չեմ կարողանում, այ անենց էլ մենք չենք ուզում մի իշխանություն ձևավորենք, որը որ կլինի մի քիչ ավելի ցիվիլ, մի քիչ ավելի, ինչ ասեմ, օրենքին մոտ, մի քիչ ավելի ազնիվ, հա, որովհետև մենք չենք կարա գողանանք, չենք կարա լրբություն անենք, չենք կարա կոռուպցիայով զբաղվենք, լեննականցին, գյումրեցին, չնայած արդեն լեննականցին, ինչ գյումրեցի, լեննականցին սովոր է ապրել կրիմինալի մեջ, որ փողոցով ընկնեն դատվից կրակեն իրար վրա, ջիպերով մարդկանց գցեն տակը եւ հետո չգնան նստեն, որով ինչ տարբերություն է, Նիկոլն էլ ասենք, այդ էսկորտով անցել է, ասենք մարդա գցել տակը, Եվ այնպես էլ, ասենք, ծածկը դմփոց արեցին, մենք չիմացանք վերջի ինչ եղավ դա, ասենք, հա, այդպիսի բան ա եղել, հա։ Ասենք, այն ոստիկանը, որ թողել էր, որ այդ աղջիկը անցնի փողոցը, նստեց բանդ, թե ոչ, կամ արդյոք պետք էր, ասենք, չարքելակել այդ բանը, վարորդը, նոր գցեց այդ աղջիկան։ Ինչ տարբեր, նույնն է հասկանում եք։ Հիմա ինչ տարբերություն, սրանք ընտրություններից առաջ էին ասֆալտ գցում, գոնե, սրանք առաջ գոնե ասվալտ էին անում, հիմա այդ չեն անում մեծ հաշվով, սրանք բան են անում, հա, Ղուկասյանը, Վարդան Ղուկասյանը, այսինքն Վարդանիկը, այդ հենց ասեմ, որ այն Ղուկասյանի հետ չբան անեք, դրա մասին լեկ խոսեմ։ Անկեղծորեն ասում է, ես Վլադիմիր Պուտինի հետ եմ բան եւ այլն հավաքում է մարդկանց, ինտերնացիոնալ է երգում, բան անում, ասում հա, Սլավա Ռոսիայի բան, հա, տես բաներ անում, դե ես էլ ասենք, սենց թենենց երկիրը ամբողջ կողել է Ռուսաստանի տակ, բայց դե տինտիրիտները անում վիծիկ դանա պատմություն է խաղում, որ դե մենք Եվրոպա մետ ենք, մենք գնում ենք Եվրոպա բան, առհա, ինչ Եվրոպա, ինչ բան,
ասենք ոչ մի ամենապրոռուսական բանն է ինքը ղեկավարն է մեր, որովհետև անգամ Քոչարյանի ժամանակ, որ ամբողջ էկոնոմիկան կողեցին Ռուսաստանի տակ, այտենց առևտուրը, այտենց կախվածություն Ռուսաստանի չի եղել, ոնց որ հիմա։ Դե մտածում եմ ժողովուրդը ինչ տարբերություն, մեկը եթե սենց թե նենց ռուսների տակ, եթե դեմոկրատիան էլ է ռուսների տակ, սրանք էլ է ռուսների տակ, ավելի զատո փողով կազատվենք, փողով հարցեր կլուծենք, փողով բան կանենք, ավտարիցետներին էլի կբերենք դաշտ, էլի բան կանենք, կանենք կապրենք քաքի մեջ, ոնց որ սաղքյան կապրել են, քաքի մեջ, հանգիստ, բայց զատո էդի մեր քաքն է, մենք ենք, մեր մասկանում ենք, ահա թե այն վնասը ԿՊ-ի, որ նա տվեց հասարակությանը եւ որովհետեւ այդ հավատ ասած, ասենք որ ինչքան կարելի է ժողովրդի եղզի տեղ դնել, ասենք խոսել որ այ հները սենց կխփեն պատին, հանեն պատից դիակներ, ինչ աբսուրդ ինչ-որ բաներ ասում, բայց այդ մարդիկ հանգիստ իրանց համար քայլում են, ման են գալի, ոչ մեկ ոչ նստել է, ոչ բան, ասենք դատական համակարգը բնականաբար ոչ իլյուստրացիայի չի ենթարկվեց, բոլորը մնացին իրենց տեղերում, ոչ հեղափոխություն էլ չեղավ, իրականում եթե չեղավ, գոնե գնանք, գոնե սա adekvat է սրան ընտրենք, որովհետև Եվրադրաշինք բան չգիտենք սրանք ու վերջի ինչ պետք է լինի, մենք չգիտենք։ Եթե ժամանակին ամեն ինչ դրվեր իր տեղը, ասենք բոլորը գողը նստեր բանտում, ոնց որ բոզը զբաղվեր իր գործով, ոչ թե նստեր պարլամենտում, հա, կոպիտ ասած ներեցեք ոսկեղենիկ հայրենից համար, այդ դեպքում մենք այդ ալտերնատիվան կտեսներ գյումրեցին, կասեր չէ, դե ԿՊ-ից հոգնել ենք, որտեվ սենց, այմա եկեք սրանց ընտրենք, ասենք հների մասի խոսք չեն, որովհետև հները չէին լինի, որովհետև կային կուսակցություններ, կային մարդիկ, մարգինալ, որոնց որ ուղղակի պետք է զրկեր քաղաքականությամբ զբաղվել, որովհետև նրանք հանցագործ են, որովհետև նրանք երկրի տապալի եւ այլն։ Ես հուսամ, որ այն իշխանությունը, որ հիմա գա, չգիտեմ ով կգա վերջը 26-ին, կլինի ազնիվ ժողովրդի հետ, հա, կասի եղբայր, դուք քաք եք։ Իմացեք, որ դուք քաք եք, դուք իրավունք չունեք ապրել դեմոկրատիկ նորմալ աշխարհում, ինչ Եվրոպա, ինչ բան, հանեք ռադար եք այդ սաղ այդ օրենքները բան, թափեք գնա, մենք տոտալիտար երկիր ենք, որովհետև այս ռեգիոնում բոլոր երկրները ավտորիտար երկրներ են, ու մենք պետք չի այս բան տենց տինտինիտներ անենք, որ ով որ ձեն հանի, օրինակ յոշ կա մի հատ բլոգեր, հանեք գլուխը տարեք ունիտազի վրա ջարդեք պապլավոկում, որովհետև տենց է հասնում իրան, ինքը տուվա որ խոսում է ընդհանրապես, եւ հանգիստ ապրենք, ի վերջո գիտեք ինչ, եթե մարդու համար օրգանական չի, որ նա ուզում է ազատ ապրել, որ նա ուզում է նորմալ հասարակություն ունենալ, որ նա ուզում է նորմալ կրթություն ունենալ, նորմալ բժշկություն ունենալ, փողով ամեն ինչ չլուծի, բան, եթե դա իր համար օրգանական չի, այն կնոջ նման, որը որ պայթեց ուղակի մի օր ասես դե լավ ձեր Ամերիկայի հերնին անիծած գնում եմ Ռուսաստան, ինձ են քաքի մեջ ապրելը լավ էր, հանգիստ ինձ համար կայնում էի ոստիկանի տերեսին թքում էի 100 ռուբլին տալիս էի, հետում էի ինձ համար հանգիստ սա հարցերս լուծում էի, ստե ինչ-որ մի հատ սևամորթ կարող է ինձ կանգնեցնել, ասել մեմ, ես ոստիկան եմ, դու խմած ես, քեզ պետք է տանեմ բանտ, այդ էլ մնաց է պակաս։ Եվ այդ մեմը այդ անդրում, գյումրեցին էլ ընտրեց դա։ Հա, ինչ ասեմ, դե այն մարդիկ, ովքեր որ բնականաբար այդպես չեն մտածում, իսկ այդ մարդիկ փոքրամասնություն են։ Ես միշտ փոքրամասնություն եմ զգացել, իդեպ ասեմ, որ միայն սեքսուալ հարցում չի, որ փոքրամասնություն, տուֆտը հայ տղամարդ եմ, մնացած բոլոր հարցերում փոքրամասնություն եմ եղել, դրա համար այդ ոճը այսպես հենց ապրելու ինձ իհարկե հոգի հարազատ չի եւ ինձ նման մարդիկ իհարկե կարտագաղթ են, եթե 26-ի ընտրություններին էլ նման բան լինի, որովհետեւ գիտեք մարդ մի կյանք ունի, օքակը չի ինգե ձեռները, դե ասենք ամեն անգամ ասենք տենց ինչում ամեն էքսպերիմենտների դաշնա ինչ է այս երկիրը ասենք ի վերջո էլի մեր հայրենիքն է հասկացանք բայց դե ինչքան կարելի է ինչ վերաբերում է այդ երկակի ստանդարտներին որը որ ինչպես ասած ԿՊ-ն մեզ
ցույց տվեց այդ դասական, ասենք օրինակ, հա, ոնց կարելի ասել մի բան, անել մյուս բանը, դա մեր հասարակության բոլոր մակարդակներում է, դրա համար մենք էլիտա չկարողացանք ձևավորել։ Այս վերջերս արտավազդ բանն էր այդ մրցանակաբաշխություններ, գիտեք, որ թատերական գործիչների միությունը այդպիսի մի բան է մոգոնել արտավազդ մրցանակաբաշխություն եւ լավագույն դերասաններին, թատրոններին, բանը տես բանա տալի, նու պետական կամ ոչ պետական կարևոր չի, նու ես երբեք չեմ մասնակցել իհարկե, իմ մասին չենք խոսում, եւ խոսքը նրա մասին չի, որ դա ասենք մեջդուսաբոյչիկա, կոռուպցիա է, այսա, խոբ չէ, չեմ մասնակցել, չգիտեմ, չի էլ հետաքրքրում, ու չեմ էլ մասնակցի, պարզա, բայց ես լսել եմ, ինձ ասեցին են ով մասնակցում, մեծ ցավով եւ այսպես արդյունքները աչքերին, ասես գիտես ինչ ասում, սկզբից այդ քեֆին, որ կապանում անց է, ասում լսեցին ռուսական շանսոն, parեցին, խմեցին, հետո ասին չի հայկական դրեք եւ միացեցին մի սարսափելի ռաբիզ երաժշտություն եւ սկսեցին այդ ռաբիզի տակ parել, ժողովուրդ parում էին ռաբիզի տակ թատերական գործիչների միության անդամներ, ռաբիզի տակ parում էին դերասաններ, արվեստագետներ, հենց այն մարդիկ, ովքեր որ բեմից ճաշակի մասին են խոսում, հայրենիքի մասին են խոսում, լեզվի մաքրության մասին են խոսում եւ այլ։ Այսինքն այդ կեղտ ասածը, այդ երկակի ստանդարտները ամենտեղ է։ Եթե մենք այտենց ենք երկակի ստանդարտներով ապրի, ինչի պետք է մեր իշխանությունը լինի ուրիշ իշխանություն։ Ինչի։ Ու բնականաբար մենք բերում ենք ինչ որ իշխանության, մենք բերում ենք իշխանության դեմոկրատներ, որոնք որ զբաղված են ուղղակի պոպուլիզմով եւ դատարկախոսությամբ, դեմոկրատներ, որոնք որ իրանց յորա, ասենք, մտածում են, որ մենք պիտի փոխենք ազգային մենտալիտետը, որ պետքա, ասենք, չգիտեմ, մտածենք ոչ թե այսպես, այլ այսպես, որ մեր բաջանախ քերի մորքուրները բան պետքա պաշտոններ ստանան, որ մենք պետքա համագործակցենք նրանց հետ ու որ պետք է բռնենք, կողենք բանդ։ Եվ կամ մենք պիտի բերենք իշխանության, ասենք, ավտորիտար ռեժիմի եւ կրիմինալ աշխարհի բաներին, ներկայացուցիչներին, որոնք որ հավատացյալ են եւ ամբողջ օր ածուանունից են խոսում, ու այդ երկակի ստանդարտները ամեն տեղ են, բա, սիրելիներս, իսկ հիմա երկու խոսք այն մյուս Վարդան Ղուկասյանի մասին, ինչպես եւ խոսք է տվել դոգի մասին, վերջում ուրեմն ինձ նամակներ են գրում իմ հետևորդները, որ ինչու չես խոսում դոգի մասին, ինչու չես խոսում դոգի մասին, սիրելիներս, ես իհարկե կանտեսեի այդ նամակները, բայց հետո քանի գնացին շատացան այս ընտրությունների հետ կապված, սպասում է ընտրությունները ավարտվեն, նոր խոսեմ, որպեսզի ուղղորդում կամ եսի ինչ չլինի, որովհետև մի լավ մի խոսքով շարունակեմ միտքս, ես իմ կարծիքը հայտնել եմ պարոն Վարդան Ղուկասյանի մասին, դոգի մասին, դոգ ասեմ, որ այն Վարդանի գետ չխառնեք հանգարց, հա, ասել եմ, որ այն բառապաշարը, այն արժեքները, որ ինքը դավանում է ինձ համար, ինձ մոտ չի, ոչ նրա համար, որ ես սուրբ եմ եւ այդպես շուրգամ ընդդեթևեր ունեմ, չէ։ Ուղղակի ընտանիքի անդամներին հայոյել բաման իմ ոնց որ իմ բանի մեջ չի մտնում, հա, իմ մտածելակերպի մեջ, իմ դաստիարակության, իմ բանի, իմ արժեքների մեջ չի մտնում, բայց խոսել եմ նաև դոկի ֆենոմենի մասին, ինչի համար է նա ծնվում, այդպիսի մարդիկ ծնվում, որովհետև այն հասարակությունը, որտեղ չեն աշխատում պետական ինստիտուտները, միշտ մարդիկ գտնում են ինչ-որ մի փրկություն, որոշները գտնում են փրկություն կրիմինալ աշխարհի մեջ, հա, որ ասենք գողը գալիս է մտնում է գողանում է քեզանց ինչ-որ բան, չես գնում ոստիկանությանը հայտնում, որովհետև գիտես, որ ոստիկանությունը չի աշխատում եւ կարող է գողը հենց ոստիկանն է, գնում ես կրիմինալ աշխարհին ես դիմում, այդ կրիմինալ աշխարհը չի հարցա լուծում բան, ասում է դե ախպեր, դե 50% սենզի կտան, ոսկիդ կբերեմ, ասում ես հա դե արքեզ 50%, բեր ոսկից վերադարձրու, հա։ Կամ եթե տեսնում եմ, որ
հասարակությունում կա մեծագույն անարդարություն եւ գալիս է հանկարծ ինչ-որ մեկը, որը որ սկսում է հարցեր լուծել, բնականաբար մարդիկ փակում են իրենց աչքերը, համ բառապաշարի վրա, համ ապրած կյանքի, համ էսի ինչ-որ միս պրինցիպների, սկզբունքների եւ այլն, եւ սկսում են իրեն սատարել։ Իսկ հիմա ինչքան ուզում եք ասեք, որ դոկը չկա, բանը, ճարի մի խոսք սա դրամատիկ, ժողովուրդ ջան, այս մարդը ունի 100 հազարներով հետևորդներ։ Եվ բնականաբար, եթե նա մասնակցեր Լենինագանի, տեսեք, ել Գյումրի չեմ ասում, Լենինագանի ընտրություններին, հնարավոր է շատ լուրջ հայտ ներկայացներ ընտրություններում եւ դա փաստ է, դա փաստ է, հիմա ուզում, իսկ այդ դրանք ովքեր որ իր հետևորդներ մեր հայրենակիցներն են, իրանք Մարսից չեն իջել, իրանք Թուրքիայից դեսանտ չեն ուղարկել, չէ, իրանք մեր իմ միսու արունն է, իմ դենկան ու իրանցը նույնն է, ասենք, եւ անտեսել որ կա մի այդպիսի զանգված չի կարելի, իսկ ին զանգվածա դա այն զանգվածն է ժողովուրդ ջան, որը որ ունի արդարության կարիք, որովհետև հայը մի բան է ուզում, ինքը ուզում է արդարություն, եւ այդ արդարությանը ինքը հասնում է ամեն ձև։ Ես իհարկե դա չեմ ընդունում, որ կարելի է որևէ հարց լուծել, այդպես, այսինքն երբ որ նպատակդ արդարացնում է քո քայլերը, հա, ռուս ասում է «Цель оправдывает средства», դա այդպես չի իրական, ինձ համար այդպես չի։ Բայց կան մարդիկ, որոնց համարը տենց է եւ այդ մարդիկ շատ են, հա, եւ անտեսել որ կա նաեւ այդպիսի զանգված, դա անմտություն է ուղղակի, ապուշություն է, եւ այո, կա այդպիսի զանգված եւ այդ զանգվածը չեզոքացրեցին, իսկ ինչպես չեզոքացավ այդ զանգվածը։ Իհարկե ունեմ կասկածներ, որ դու բացի այդ որ դոկը ուներ բաներ, հա, էմիգրացիայի հետ խնդիրները ստերևույթին, էմիգրացիոն թղթերի եւ այն շատերս դետենց ունենացեք, հա։ Եվ իրեն ասենք դրա համար են ազատազրկել, ստերևույթին Երևանից ստացել է նաեւ մի կամպրամատի մի մեծ ինչ-որ տես մի հատ պակետ եւ իհարկե ասում եմ որ դա մեծ մասը հերհուրանք է եւ բանա զրպարտություն հավատում եմ հնարավոր է եւ այդպես է որտեվ ոնց որ ասում вскрытие покажет если покажет это la հարցը а кто будет скрывать это la հարցը որտեվ այսպես და այնպես մենք ճշմարտությունը չենք իմանա եւ այո իրեն չեզոքացրեցին շատ հնարավոր է եւ ԿՊ-ի հրամանով թեպետ մի քիչ սկսում եմ էլի զուտ հիմա ես ձեզ հետ ուղղակի կիսվում եմ միթե այստեղի իրավապահները կարող են համագործակցել մեր իրավապահների հետ եթե այդ ամենը հերհուրանք է ապա իհարկե իրենք թողնեն։ Դեք թողնեն որ Հայաստան ուղարկել չեն կարող, որովհետև Հայաստանում նա ունի բազմաթիվ թշնամիներ, իր ապրած կյանքի, իր խոսքերի, իր ասացի եւ արածի համար, իսկ սա դեմոկրատիկ երկիր է, իրավունք չունի, զուտ մարդու իրավունքներից ելնելով մարդուն ուղարկել են երկիր, որտեղ որ նա հետապնդվում է կամ կարող է հետապնդվել, դե ուր պետք է ուղարկի դել չգիտեմ, ստեղ է թողել չի կարա որտեղ green card չունի, երևի թե չգիտեմ կամ ես ինչ որ խնդիրներ ունի դոկումենտալ, չգիտեմ։ Հենց այդքանը սիրելիները, դրանց ավել ես չեմ կարող ասեմ, իհարկե այնպես չի, որ ես համարում էի, որ եթե դոկ այս Վարդան Ղուկասյանը անցնել այլ ոչ թե այն Վարդան Ղուկասյանը կլիներ ավելի լավ, որովհետև իմ պրինցիպներին ոչ այն մեկն է, այսպես ասած, բան, հա, նորմալ ոչ էլ էս մեկը, այն մեկը ակնհայտ կրիմինալ եւ ավազակի մեկն է, ավանտյուրիստի մեկն է, որին որ տեսել ենք արդեն, ինչպես են ապրում Լեննականում, ոնց են իրար հետևից վազում, կրակում, սպանում, մարդկանց գցում մեքենայի տակ չեն նստում եւ այլն, իսկ այս մեկը դեռ չգիտենք, այս մեկն էլ Ռոբին Գուդն է, ասենք իսկ Ռոբին Գուդի գալը իշխանության ես չեմ համարում, որ դա ազգի փրկությունն է,
Դա իմ անձնական կարծիքն է եւ պարոն Ղուկասյանն էլ միշտ, այսպես ասած, իմ կարծիքը հաշվի առե, որովհետեւ առանց ավելորդությունների ասել եմ ազնիվ այն ինչ որ ես մտածում եմ, առանց քծնելու եւ բանի, հա, կամ հայհոյելու դրա համար եւ հարգելով այն մեծ զանգվածը, որ իրան հետևում է եւ դա էլի մեր հայրենակիցներն են, հուսամ որ ինձ ճիշտ կհասկանաք, եթե սխալ հասկանաք չեմ կախվի, դա էլ այդպես երևի թե այդքանը սիրելիներս ունենք այն ինչ որ ունենք մենակ մի դրական բան կարող եմ ասել, բայց այդ դրականը որպես դրական մեզ համար չաշխատեց, դա արդար ընտրություններն են, որովհետև եթե ՔՊ-ն իսկապես ուզեր տապալել այս ընտրությունները, բանեցներ, էլ ավելի իր ռեսուրսը, քան թե ինքը ունի, քան թե ինքը բանեցրել է, պարզա բանեցրել է, չէ, բոլոր իշխանություններն այդ ռեսուրսը բանեցնում են։ Եթե շատ ուզեր, ապա, ասենք, Սարիկ Մինասյանը 99%-ով կանցլերն հենց որ միշտ եղել է բան եւ այլ, բայց արի ուտես, որ արդար ընտրություններ այնուամենայնիվ քչից շատից Հայաստանում կա եւ 26-ի ընտրություններին, 26 թվականի ընտրություններին համապետական արդեն, որտեղ Գյումրին ինչու փոքր է, ինչու մի օղակ է, այդ ժամանակ տեսնենք մենք գնում ենք լիովին, ասենք, օրենքով պարկենք ռուսների տակ, թե ընտրում ենք ինչ-որ մի ուրիշ կուսակցություն, որը որ տենց միգուցե ինչ-որ դիվերսիֆիկացիա բերի մեզ, չգիտեմ, համենայն դեպս ժամանակ դեռ կա, սիրելի հետևորդներ, մտածեք, հասկացեք, որ կա մի մեծ վտանգ եւս մի ավանտյուրիստների գալու բան, հա, իշխանության, որտեղ մենք ընտրում ենք մարդկանց ոչ թե ըստ ծրագրերի, այլ ուղղակի անձանց։ Օրինակ Լևոն Բարսեղյանի ծրագիրը ծրագիր էր, ինքը տենց ոչ մեկի աչքի լույսը չի, բայց ծրագիր էր ներկայացնում, չեն ասում ազատ տնտեսական գոտի եմ սարքելու, մեռնեմ քաղաքից ջանին, բան, ձեր ցավը տանիմ, մեռնեմ ջաններից, այդպես չի, իսկ Վարդան Ղուկասյանը պոպուլիստ է, ինքը ասում ազատ գոտի եմ սարքել, չի կարող ազատ գոտի սարքի, Ռուսաստանից գալու է այստեղ գործարաններ սարքել, առհա գալու են այդտեղ գործարաններ սարքել, պարզ է, չէ՞ այդ սա, ժողովուրդ ջան, ինքը պարզ չի, հələ կտենակ, հələ կտեսնեք, ոնց որ ասում է չուզողը ես եմ սիրելիներս, հիմա ցալով ավարտենք, գնոպկեն, ուրա կնոպկեն,